5-րդ ալիքի ուղիղ եթերում օրագիրն է բարի լույս։ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը, դա կատարվեց 1051 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, այս մասին գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Իսկ ԲՀԿ խոսնակ Իվետ Տոնոյանը գրել է. ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։ Արդեն վաղը բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը եւ օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիք հակազմը կանխելու եւ կանսեցնելու այսպիսի կամայականությունները։ Այսօր հունիսի 12-ի վաղ առավոտյան քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել են ԲՀԿ ցուցակում ընդգրկված Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգ Նազմանուկյանի բնակարան խուզարկության։ Առաջարկում եմ ծանոթանալ մամուլի նորություններին, որից հետո կներկայացնեմ մեր հյուրին։ Հրապարակը գրում է. նույնիսկ լեգիտիմության նվազմակարդակն ու ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության տոտալ անվստահությունը չեն խանգարում իշխանականներին թեժ մարտեր մղելու առանցքային պաշտոնների համար։ Իշխող ապագա ֆրակցիան դեռ չի ձևավորվել, սակայն թերթի աղբյուրների փոխանցմամբ արդեն իսկ բարիկադներ են կազմվել եւ իրար դեմ պայքարում են, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի։ Բնականաբար ամենաթեժ մարտերը մղվում են ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։ Ամեն մի խմբավորում պայքարում է, որ այդ պաշտոնն իրենց ներկայացուցիչը զբաղեցնի։ Մի խումբ ԿՊԱ-կաններ հակված են այդ պաշտոնում տեսնել նախորդ խորհրդարանում ԿՊ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախկին սանիկ ճամբարափող Հայկ Կոջորյանին։ Դրանք այն մարդիկ են, որոնք ատում են Ալեն Սիմոնյանին եւ ամեն ինչ ուզում են անել նրանից ազատվելու համար։ Սակայն երեք Ալեն Սիմոնյանի կողմնակիցները թերթին վստահեցնում էին, որ ազգային ժողովի նախագահի պաշտոնն այս ժամկետում էլ կզբաղեցնի նա։ Հրապարակի տեղեկություններով ՔԿՀ-ներից մեկում ընտրությունների գիշերը ծեծի են ենթարկել կալանավորներին։ Եթե հիշում եք, առաջին տեղեկությունը ստացվեց կալանավայրերից եւ պարզվեց, որ ԿՊ-ն մեծ թվերով պարտվել է ընդդիմությանը։ Այն պահից, երբ լուրեր են տարածվել, որ քաղաքպայմանագիրը հաղթանակ է տանում, խցերից սկսել են վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ հնչեցնել իշխող ուժի եւ Փաշինյանի հասցեին։ Դրանից ժամեր անց բանտի օպերներն անսպասելի մտել եւ ջարդել են ըմբոստացած բանտարկյալներին։ Թերթը նշում է, որ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ԿՊ-ն իր արդյունքներով զիջել է ընդդիմադիրներին։ Ժողովուրդը գրում է. Մասիսում ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների եւ հղի կնոջ նկատմամբ բռնության աղմկահարույց դեպքից անցել է արդեն 10 օր։ Սակայն նախաքննական մարմինը դեռևս չի շտապում մեղադրյալների հարցում։ Թերթին հայտնի է դարձել, որ քննչական կոմիտե են հրավիրվել եւ հարցաքննվել ԵԿՄ Մասիսի մասնաճյուղի նախագահ Արսեն Հարությունյանը, ինչպես նաեւ Միջադեպի մյուս մասնակիցները։ Այնուամենայնիվ նախաքննական մարմինն ըստ ամենայնի կասկածելի դանդաղկոտություն է ցուցաբերում գործի քննության ընթացքում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 3 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության եւ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով։ Դուք դիտում եք օրագիրը, մեր տաղավարում հյուրընկալել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Պարոն Մարուքյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Երեկոյան հայտնի դարձավ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 2 տեղամասերում ընտրության արդյունքները փաստացի 0 ճանաչել։ Խոսքը 1288 քվեի մասին է 1051 ընտրատեղամասում եւ մոտավորապես 1315 քվե 35-65 տեղամասում, 35-65-ը եթե չեմ սխալվում, հենց այն ընտրատեղամասն էր, որտեղ զինվորները երեքանոթից հետո գնացել էին քվեարկության։ Փաստացի ստեղծվում է մի իրավիճակ, որ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, բայց նաև օրենքի համապատասխան ուրեմն հոդվածներ կան, որոնք շեշտում են, որ ԿՀ-ն չի կարող առանձին ընտրատեղամասի արդյունքները անվավեր ճանաչել։ Ինչ է տեղի ունենում։ Ճիշտն ասած, ես այդ մասով հիմա չեմ կարող մեկնաբանել, որովհետև չեմ կարդացել ամբողջ հոդվածները, բայց կարող եմ ասել հետևյալը, որ եթե ճանաչել են անվավեր, ուրեմն պետք է վերաքվեարկություն լինի։ Եթե վերաքվեարկություն լինի, այդ մի քանի ձայները էլի կարող է ԲՀԿ-ն հավաքել, օրինակ։ Բայց ես կարծում եմ ուղերձը ընդդիմության ուղղված այն է, որ ամեն ինչ արվում է, որ խորհրդարանում 2 ֆրակցիաներ ձևավորվեն ընդդիմադիր, այս պահին այդպես է, եւ սա նշանակում է, որ ընդդիմությունն էլ պետք է ինքն իր ճնշումը գործադրի, այսինքն տեսեք, իշխանությունն ինչ է անում, ճնշում է գործադրում ընդդիմադիր դաշտի վրա։ Ոչ միայն քրեա իրավական, դատա իրավական համակարգերով, այլ նաև այլ ինստիտուտներով, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովով։ Հիմա ինչ պետք է անի ընդդիմությունը, օրինակ ընդդիմությունն էլ կարող է օրինակ պայման դնել, որ եթե այս ձևով է շարունակվում, մենք կարող ենք մանդատները չվերցնել եւ բոյկոտել, որը լուրջ լեգիտիմության հարց կարող է բարձրացնել կառավարության համար։
իշխանության համար։ Փաշինյանն էլ ասում է առանց ընդդիմության կունենանք լեգիտիմ խորհրդ։ Շատ լավ է, իրանք միշտ այդպես ասում են, բայց Վրաստանի փորձը մենք ունենք, որ Վրաստանում եվրոպական ինստիտուտները ընդդիմությանը հորդորեցին չվերցնել մանդատները եւ ընդդիմությունը չվերցրեց մանդատները։ Այսինքն եվրոպացիները գիտեն, չէ՞, որ երբ որ մանդատները չեն վերցնում, կասկածի տակ են դնում դրանով գործող իշխանության լեգիտիմությունը։ Հիմա նայեք, իշխանությունը ինչ ուզում անում է, ընդդիմության ընտրության օրվա ավարտից հետո եմ ես ասում։ Ընդդիմությունը խորհրդարան անցած դեռ որևէ գործողություն չի արել։ Չկան հայտարարություններ, չկան ցույցեր, չկան ակցիաներ։ Կան օրենքով սահմանված կարգին են։ Նկատի ունեմ, տեսեք, երբ որ այդ թեժ պահն անցնում է, այդ իսկ թեժ պահը ընտրության արդյունքների առաջին նախնական արդյունքների հրապարակում։ Այսինքն բաց են թողել այդ թեժ պահին արագ։ Էլի ուշ չի, բայց օրինակ ես ակնկալում եմ, երբ որ առանց ամփոփման ասուլիս հրավիրվեց գիշերը ժամը 2-ից, թե չեմ սխալվում։ Ես այդ ժամանակ հայտարարություն եմ արել։ Առանց ամփոփման ասուլիս հրավիրեց եւ ասավ հաղթել ենք կառավարությունը միայնակ ձևավորում ենք, ընդդիմադիր ոչ մի ակցիա չեղավ։ Ես եմ ուղիղ եթեր մտել, ինձանից մի կես ժամ, մի ժամ հետո Սամվել Կարապետյանն է խոսացել ու վերջ, ու ոչ մի բան չի եղել։ Հիմա ընդդիմությունը սպասում է, որ ինչ անեն։ Նրանք էլ նայում են, ասում են, հենց դուք ոչ մի բան չեք անում, մենք էլ ինչ ուզում ենք։ Օրենքով սահմանված կարգով են քայլերը։ Էլի օրենքով սահմանված կարգով, բայց ժողովրդական ճնշում պետք է գործադրել։ Օրինակ պետք է ժողովուրդը հավաքվեր կենտրոնական դրական հանձնաժողովի մոտ այդ ժամին ու ասել ժողովուրդ ջան, Երևանի տվյալներն ուր է։ Գիշերը Երևանի տվյալները կանգնել էին, չէին գալիս։ Եվ մարդիկ ասուլիս էին անում, ասում էին մենք հաղթել ենք։ Ոչ մի ընդդիմադիր գործողություն չի եղել, ձեզ կարող ժամերով նայեք։ Պարոն Մարուքյան, իսկ եթե ԲՀԿ-ն չի մտնում խորհրդարան, մարդկանց հետաքրքրում է, այդ դեպքում ԿՊ-ն կարողանում է ունենալ սահմանադրական մեծամասնություն, թե էլի թույլ։ Սահմանադրական մեծամասնություն որևէ պարագայում չի կարողանում ունենալ, եւ այդտեղ հարցը առաջանում, որ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ եթե չունենանք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ, ինքն է ասել։ Եվ հիմա պետք է պատասխան տա այդ իր ասացի համար։ Պետք է ասի սուտ էի խոսում, կամ պետք է ասի արդեն չի լինում, չգիտեմ, ինչ որ բան պետք է ասի։ Իսկ կոնկրետ մարդկանց ահաբեկել են, որ այդ մարդիկ գնան իրանց օգտին քվեարկեն, այսինքն այդ քվեարկելու գինը եղել է սուտը, խաբելը, պատերազմով սպառնալը, հա։ Հիմա չկա սահմանադրական մեծամասնություն, որևէ պարագայում ԲՀԿ-ն կանցնի, ԲՀԿ-ն չի անցնի, ոչ մի պարագայում սահմանադրական մեծամասնություն չունեն իրենք։ Հիմա ինչ է լինելու, ինչ խոսացել են, դա համար պատասխան տալու են։ Հիմա անդրադառնանք ընդդիմության քայլերին։ Ինչ պետք է անի ընդդիմությունը։ Տվյալ իրավիճակում ընդդիմությունը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, ճնշումներ, հանրության մի մասը ասում է մանդատներ մի վերցրեք, մյուսը ասում է չէ, թող վերցնեն, գնան խորհրդարան, որ համապատասխան լծակներն օգտագործելով ավելի արդյունավետ պայքարեն։ Քանի որ մենք խորհրդարան չենք անցել, ես Բայց կարող եք ձեր տեսակետը։ Ես խնդրեմ ունեմ, որ ասեմ մի վերցրեք, ասեն ինքը չի անցել, ասում եմ մի վերցրեք, կամ ասեմ վերցրեք։ Մենք 21 թվից 26 թիվը տեսել ենք։ Այս քննարկում է եղել է, ընդդիմությունը վերցրել է մանդատներ, գնացել է խորհրդարան, այդ ընթացքում ինչ ասես եղել այս երկրի հետ, ոչ մի բան չի ստացվել կանգնեցնել։ Բայց նաև աշխատանք են տարել մարդկանց հետ, ներկայացրել են տեղի ունեցողը։ Լավ է, այո, եւ չի եղել հեղափոխություն։ Հիմա արձանագրումը հետեւյալն է, որ ընտրությունների միջոցով, այս սահմանադրությամբ, այս օրենսգրքով գրեթե անհնարին է դառնում իշխանությունը փոխել։ Եվ այս համակարգով Այսինքն այս սահմանադրությունը ապահովում է Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականությունը։ Այո, այս սահմանությունը գրվել է, որ ոչ մի կերպ իշխանությունը չկարողանաց փոխել։ Ու այդ սահմանության հեղինակները հիմա ինտերվյուներ են տալիս ու ասում են պետքա փողոց լինի։ Եղբայր եթե դուք գրել եք նենց սահմանադրություն, որով ոչ հնարավոր չի իշխանությունը փոխել, այս ինչ եք դուք գրել, այս ինչ արհավիրք եք բերել է ժողովրդի գլխին։ Լա դա մի կողմ թողնենք։ Ես կարծում եմ, որ այս ԲՀԿ-ի դեպքից հետո առավել եւս ընդդիմությունը ֆունդամենտալ պրոբլեմա ունենալու այդ մանդատները վերցնելու հետ։ Չի կարողանալու բացատրել իր ընտրողին, թե ինքը ինչ է արել, ինչի է դա արել։ Որտեղ բացատրել, որ մենք կգնանք ձեր խնդիրներով կզբաղվենք, մարդիկ ասել են ախպեր, դե տեսել ենք 21-ից 26 թիվներ է զբաղվել։ Բացատրել, որ մենք կգնանք այնտեղ նենց կանենք, որ իշխանությունը փոխենք, դա չի աշխատելու։ Եվ մեծ հարված կլինի իմ կարծիքով լեգիտիմությանը, եթե ուղղակի այդ բոյկոտ հայտարարվի խորհրդարանի, որի պարագայում այդ մանդատները ոչ մեկին չի անցնում, ոչ մեկին չի տրվում, այդ Ալեն Սիմոնյանի ստերը, որ իբր դուք չվերցնեք ուրիշին կտան բան տենց։ Որտեղ օրենքով նման բան չկա։ Մանկական բաներ է, որ ասում է այս կոնֆետը կեր չես ուզում կտա ուրիշը կուտի։ Չկա տենց բան։ Հիմա ընդդիմությունը ինչ որ ուղերձ պետք է տա ժողովրդին։ Ու չկա ուղերձ, ոչ մի ուղերձ չկա։ Դե սպասում են հունիսի 14-ին։ Թող սպասեն հունիսի 14-ին եւ ասեն, ըստ այդմ
կերևա էլի, այսինքն նայեք, որտեվ տարբեր երկրները սպասում են տեսնեն Հայաստանում ընդդիմությունը ճանաչում է ընտրության արդյունքները, թե չի ճանաչում։ Եթե ճանաչում է, բոլորը կճանաչեն։ Եթե ընդդիմությունը չի ճանաչում, ընդդիմադիր խոշոր ֆրակցիաները հայտարարել են դիմում են սահմանադրական դատարան։ դա էլ է պրոբլեմատիկ։ Բացատրեմ թե ինչու։ Երբ որ դու դիմում ես սահմանադրական դատարան, վերջում պարտավոր ես լինելու ճանաչել դրա որոշումը։ Սահմանադրական դատարանում վերջին ընտրված դատավորը Վլադիմիր Վարդանյանն է, ով պետաիրավական հանձնաժողովի նախագահն է եղել ԿՊ-ից։ Հիմա այդ ՍԴ-ն դիմում են, որ ինչ անեն, անուն ինչ դնեն։ Ես իրավաբան եմ, ես միշտ կողմ եմ մեխանիզմներն օգտագործելուն, բայց քաղաքական կոնտեքստը շատ վատն է։ Դիմելու են ՍԴ-ն մերժելու է, կասկած չունեմ։ Բայց նաև սա միակ իրավական ուղին է, որին հետևելով ընդդիմությունը հարգում է պետական ու հասկացա, բայց փորձը ցույց է տվել, որ այդ իրավական ուղիներով ոչ մի բան չի լինելու, ստացվել եւ դուրս է գալու, որ դուք ուղակի դիմեցիք ՍԴ, գտնում եք որ կեղծվել է, հետո գնում եք այդ կեղծված մանդատները վերցնում եք։ Մարդիկ չեն ընկալում։ Դուք առաջարկում եք չվերցնել մանդատները, որը լեգիտիմության խնդիր կստեղծի Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության համար միջազգային հանրության առաջ։ Բայց ո՞րն է երաշխիքը։ Ոչ միայն միջազգային, նաեւ մեր ժողովրդի։ Որտեւ նայեք, երբ որ մանդատները վերցնում են, ժողովուրդն էլ է հանդարտվելու։ Ասել որ դուք համակերպվել եք վերջին։ Բայց պարոն Մարուկյան, ժողովրդի մի հատված էլ ասում է, ավելի լավ է մանդատները վերցնեք, ունենաք անձեռնմխելիություն, որպեսզի իշխանությունը հեշտ հաշվեհարդար չկարողանա ձեզ հետ տեսնել, ու արդյունքում նաև գեներացնել պայքարը, որովհետև բոլորս հասկանում ենք, որ ընտրական գործընթացները 1 օրով կամ 2 օրով չեն որոշվում, դրանք կարող են բավականին ովքեր որ դա ասում են, թող մի հատ օրինակ բերեն, որ իշխանությունը ուզեցել է որևէ падգամավորի անձեռնմխելությունից զրկել ու չի ստացվել։ Վանո Սիրադեղյանի ժամանակից սկսած մինչև հիմա ում լիազորություններն ուզեցել են դադարեցրել են, ում անձեռնմխելությունից ուզեցել են զրկել են, դա չի պաշտպանում падգամավորին։ Եվ բնականաբար այդ փաստարկը կա, այն լեգիտիմ է, այն իրավունք ունի ապրելու, բայց փորձը դրան հակադրվում է։ Ես ոչ մի բան չեմ կարող այս մասով ասեմ, որովհետև ոչ մենք որոշողն ենք, ոչ էլ, բայց մենք ակնկալում ենք, որ անցած ուժերը քաղաքական դիրքորոշում ձևակերպեն։ Չկա դիրքորոշում։ Իսկ մենք դուք շատ ենք շտապեցնում ընդդիմությանը։ Չեմ կարծում, չէ, որովհետև եթե պետք է ինչ-որ մի բան անես, անգլերենում լավ ասացված կա, ասում է timing is everything, այսինքն եթե դու ժամանակը բաց թողեցիր վերջ, ամեն ինչ ժամանակ ունի։ Իսկ երաշխիքը ո՞րն է, որ նույն միջազգային հանրությունը, օրինակ նույն Եվրամիությունը աչք չի փակի Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ կառավարության վրա, ինչպես աչք է փակում բազմաթիվ ոչ այնքան օրինական հանգամանքների վրա։ Իրեք նաև ցանկացած եվրոչինովնիկի համար բարդ է, որ իր դեմը դնում ես փաստեր, ցույց ես տալիս ինչա տեղի ունեցել, շատ բարդ է այդ գնահատականը տալ։ Այդ եվրոչինովնիկները Մոլդովայում մենք տեսանք ինչ մանիպուլյացիաներով ընտրություններ աջակցեցին, անցկացրեցին։ Տեսանք, բայց ես երբ որ ասում եմ պետք է հարցը թողնել բաց, կասկածի տակ դնել եւ կռիվ տալ դրա համար, ես Եվրոպայի համար չեմ ասում։ Ես մեր ժողովրդի Հայաստանի համար եմ ասում։ Ես կներեք, ես մեր ժողովրդի համար եմ ասում, որովհետեւ նայեք, ես էլի եմ ասում, էլի հանդարտվում գնում է ամեն ինչ։ Երբ որ ինստիտուցիոնալ աշխատանքը սկսվում է, խորհրդանական աշխատանքը ինստիտուցիոնալ է։ Երբ որ ընդդիմությունը մտնում է խորհրդան, ինքը դառնում է համակարգի մի մասը։ Եվ չի ստացվում այդտեղ վիճարկել։ Դե դու գնում ես այնտեղ մեկը հանձնաժողովի նախագահ ուզում ընտրվի, այն մեկը փոխոսնակա ուզում ընտրվի։ Բայց դա եւս լծակ է իշխանության։ Այո, այդ լծակները ստացվեց 21 թվականին։ Հետո այդ լծակներից զրկեց։ Իրավիճակը 21 թվականին այլ էր, քան հիմա։ Տեսեք, 21 թվականից գնացին, այդ լծակները վերցրեցին, հետո իշխանությունը հերթով օպոզիցիայի նախագահի պաշտոններից զրկեց օպոզիցիային հանձնաժողովներում։ Փոխոսնակի պաշտոնից է զրկեց։ Եթե իրանք ի սկզբանե չվերցնեին եւ վիճարկեին, հետագայում այդ օրը չէին ընկնի։ Հասկանում եք, սկզբից վերցնում են, ստանձնում են այդ դերերը։ Հետո իրանց այդ դերը իրանց ձեռքից խլեցին։ Երբ որ իրանք դա համար հետո այդ պայքարում են սահապորինի, ասում են աթոռակրիվ եք անում։ Հասկանում եք։ Այսինքն այս վերջին 5 տարվա փորձը բավականին հետարքիր դասեր է տվել։ Մեկը ինձ, ուսով եմ օպոզիցիայի մյուս անդամներին։ Պետք է դա ուսումնասիրել, ոնց է եղել եւ ինչն է արդյունավետ աշխատել։ Մենք դա տեսել ենք։ Հիմա այդ փորձը ունեն, թող ըստ այդմ գնահատեն, քննարկեն, ոչ կարամ լոբինգ անեմ, ասեմ, գնացեք վերցրեք, որ հետո ասեն, բա դուք ասում եք, ոչ է կարամ լոբինգ անեմ, ասեմ, մի վերցրեք։ Ես տեսնում եմ հետեւյալը, որ իշխանությունը այս պահին գնալով ավելի է լկտի անում, եւ այդ լկտիացման դեմ պետքա գործողություն։ Պետքա դիրքորոշում։ Պետքա լինի այդ գործողությունը դիրքորոշումը։ Լինի, որ չենք ճանաչում քո իշխանությունը։ Չենք ճանաչում քո իշխանությունը։
դրանից բխող բոլոր գոնշանակումները, դրանից բխող բոլոր վավերացող փաստաթղթերը, դրանից բխող բոլոր ամեն ինչը։ Ու դուք տեսեք ինչ խնդրի առաջականգնելու իշխանությունը։ Ինչ խնդրեմ կունենա։ Լեգիտիմության, որ ամենաֆունդամենտալ խնդիրն է։ Այս իշխանությունը 8 տարի լեգիտիմության խնդրեմ չի ունեցել։ Հիմա ունի առաջին անգամ։ Այսինքն այնուամենայնիվ ունենք նոր իրավիճակ։ Այո, եւ առաջին անգամ, երբ որ ունի, ու հանկարծ օպոզիցիան գնա ծածկի այդ լեգիտիմության բացված անցքը, այդ օպոզիցիային ով է հարգելու։ Ես դա եմ տեսնում խնդրեմ։ Առաջին անգամ ինքը չի կարող ձևավորի 50 գումարած 1, երկրորդը ֆասիլա սահմանական մեծամասնություն չի պատերազմա լինելու, չկա սահմանական մեծամասնություն, երրորդը անցած ֆրակցիայի մանդատները տեղամասերը ընտրությունն անվեր ճանաչելով, բանալի, այսինքն բազմաթիվ խնդիրներ կան, չէ, առաջացած արդեն, որ կամ էս բայց ավելի հեշտ չի այդպես լինի խորհրդարանում պայքարել այդ Նիկոլ Փաշինյանի դեմ եւ զուգահեռաբար փողոցային պայքար գեներացնել, որտեղ անկլավների հանձնում են խոսում։ Սահմանադրություն, նոր սահմանադրություն առանց անկախության հռչակագրի։ Հիմա որ Տավուշի մարզի տարածքները տվեցին, այս ընդդիմադիր ուժերը խորհրդանում են, չէ, ինչ կարողացան անել։ Դե իրավիճակը եղավ Բագրատ Սրբազանի շարժումը, չէ, եւ տապալում։ Այսինքն մենք այդ փորձը ունենք, պետք է ուսումնասիրենք։ Մյուս բանը, որ այդ իշխանությունը հիմա իր որոշումներով ինքը իր կողմից սրում է քայլերը։ Երբ որ ինքը իր կողմից սրում է, այս կողմից սրող չկա, հաղթողը լինելու է իշխանությունը։ Նպատակը ո՞րն է, որ իշխանությունը սրում է։ Նպատակն այն է, որ դրանով ճնշում է գործադրում։ Ճնշում է գործադրում։ Հակադարձ ճնշումը, ես դա եմ ասում ձեզ, հակադարձ ճնշումը այդ ընտրության օրվա գիշերը ժամը 2-ից մինչև հիմա չկա։ Այդ որ ես ջղայնացած մտել եմ եթեր ուզում Ժորժ ջան ձեն հանեք։ Մարդը 10% քվեաթերթիկների մշակման արդյունք։ Ասուլիս արել, ասում Մակրոնի հետ նոր խոսացել եմ, բան շնորհավորում ենք իրար, բան կառավարությունը ես ձևավորում եմ։ Ձեն հանեք, ախպեր, ուրեք։ Եվ մի ժամ հետո նոր Սամվել Կարապետյանը խոսած ու չկան մինչև այսօր։ Դե այնպես չի, որ ընտրական process-ները ընտրություններից հետո են ավարտվում։ Շոկ կա, բան կա, բան հասկա ամեն ինչ հասկանալի է, բայց հույս ունեմ, որ գոնե այսօր երեկվա ԲՀԿ-ի այդ քվեարկի որոշումից հետո մի բան դուրս կգան։ Դե հայտարարություն է արել։ Դա հայտարարություն արել որ հրավիրում է իրենց հետևորդներին ԿՀ արչև, տեսնենք հիմա ինչ կլինի։ Ամեն դեպքում, հա, նաև Նարեկ Կարապետյանն այդալ որ դիմելու են ԿՀ ամբողջ արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Եվ ցանկացած քայլ, տեսեք, պետք է ունենա պլան B, էլի։ Դիմեցիր, չճանաչեցին, ինչ ես անում։ Չդիմեցիր, իրենք հայտարարեցին, որ իրանք հաղթել են, ինչ ես անում։ Բոլոր քայլերը պետք է ունենան պլան B։ Եվ նաև ես նկատում եմ, որ ընդդիմության գործողությունների մեջ կա ժամանակը ձգելու էֆեկտ։ Ժամանակը ձգելը աշխատում է ի վնաս ընդդիմությանը։ Ինչքան ձգեն, իրանք են վնասը կրել։ Առաջարկում եմ ընդմիջել մեր զրույցը եւ ծանոթանալ մամուլի նորությունների երկրորդ բաժնին։ Հրապարակը գրում է. ՔՊ-ում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնարդյունքները եւ դրանից հետո միայն Նիկոլ Փաշինյանը կադրային որոշումներ կկայացնի։ Խոսում են, որ առաջնորդվելու է ընտրությունների արդյունքներով։ Այն պաշտոնյաներն ու կուսակիցները, որոնք չեն արդարացրել իր սպասելիքները եւ ՔՊ-ի համար բարձր տոկոսներ չեն խփել, պաշտոնանք կարվեն կամ նոր պաշտոն չեն ստանա։ Հատկապես անհանգիստ են մարզպետները, որոնք ի պաշտոնե մարզային շտաբների ղեկավարներն էին եւ իրենց տարածքներում գրանցված արդյունքների գլխավոր պատասխանատուներն են համարվում։ Հիմա նրանց պաշտոնում մնալ-չմնալու հարցը կախված է ՔՊ-ի թվերից։ ՔՊ-ում հատկապես դժգոհ են Լոռվա եւ Շիրակի թվերից։ Դեմոկրատ Փաշինյանը որոշել է ոչ միայն մարդկանց ազատ կամ արտահայտության վրա ազդել, այլև վարչական լծակները բավարար չափով չկիրառած եւ ընտրողներին տերորի չենթարկած պաշտոնյաներին պատժել։ Հրապարակը գրում է. երեք տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտորատից եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ լուծարվում է Մայր-Բուհի արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարևոր ամբիոններից է։ Ամբիոնը ղեկավարել է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, որ ընտրություններին մասնակցում էր Միասնության թևեր կուսակցության ցուցակով։ Սեդրակյանը, որն ընդդիմադիր քաղաքական գործիչ է եւ քննադատում է Փաշինյանին ու այս իշխանություններին, թերթի հետ զրույցում հավաստիացրել է, որ այս որոշումը կապված է իր
ընդդիմադիր քաղաքական հայացքների եւ իշխանություններին սուր քննադատության ենթարկելու հետ։ Թերթը տեղեկացել է նաեւ, որ ամիսներ առաջ աշխատանքից ազատել են ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանին, ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով։ Նա ուսանողների շրջանում սիրված դեկան է եղել տարիներ շարունակ, մտերիմ հարաբերություններ ուներ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Սակայն ԵՊՀ-ն այն աստիճան է քպեականացվել, որ ռեկտորին ինչ հրահանգում են, խելոք կատարում է, առանց ընդվզելու, եւ անգամ իր մտերիմներին չի կարողանում փրկել քպեական հաշվեհարդարներից։ Ժողովուրդը պարզել է, որ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի կողմից ստեղծված խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը փոխանցել պետական կառավարման համակարգին, էկոնոմիկայի նախարարությանը։ Նախագծի համաձայն համակարգը պետությանը փոխանցվելու է նվիրատվության կարգով եւ ներառելու է ոչ միայն ծրագրային ապահովումը, այլև դրա նկատմամբ բոլոր բացառիկ գույքային իրավունքները, այդ թվում ծրագրային կոդերը, տվյալների բազաները, GIS համակարգերը, տեխնիկական փաստաթղթերը եւ ամբողջ թվային ենթակառուցվածքը։ Օրագիրը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Պարոն Մարուքյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հարցին պատասխանելիս անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետին ասում է, որ նախորդ երկուսը արտահերթ են եղել եւ դուք դրան արձագանքել եք։ Ինչով համամիտ չեք Սերժ Սարգսյանի այս հայտարարության հետ։ Գիտեք, մենք արդեն շուրջ տարի ու կես է ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է երրորդ ժամկետով ընտրվի եւ կառուցում ենք այդ թեզը հենց Նիկոլ Փաշինյանի թեզի հիման վրա, որով որ ինքը արել է հեղափոխություն։ Եվ ցույց ենք տալիս, որ այն ինչ չի կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաեւ քեզ։ Որտեղ վերջին հաշվով Սերժ Սարգսյանը պարլամենտական համակարգի անցումից հետո ուզում էր երրորդ անգամ երկրի ղեկավարումը ստանձնել, երկու անգամ որպես նախագահ էր եղել, երրորդ անգամ որպես վարչապետ։ Եվ իզարմանս ինձ անկեղծ ասեմ, ես ապշած եմ ուղակի, նաև բանավեճի ժամանակ ես Փաշինյանին այդ հարցը տվեցի, ինքը չկարողացավ այդ հարցին պատասխանել, խուսափեց։ Ինչու խուսափեց։ Որովհետև չունի պատասխան այդ հարցին։ Այդ հարցը իր համար ամենապրոբլեմատիկ հարցերից է։ Եվ մեկ էլ հայտնվում է Սերժ Սարգսյանը դատարանի մոտ բարձր տրամադրությամբ եւ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետ չի գնում։ Այն երկու ընտրությունները արտահերթ են եղել։ Այդ հայտարարությամբ նա ըստ էության, ինչ ասեմ, մեծագույն լավություն արեց եւ պաշտպանեց Նիկոլ Փաշինյանին եւ հարվածեց ընդդիմությանը, որը որ այդ թեզը երկար ժամանակ կառուցել էր առայն, որ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չի կարելի, որ Սերժ Սարգսյանը անի, չի կարելի նաեւ ինքը անի։ Եվ ոչ ոք։ Երկու ժամկետ եղել էս գնա։ Էս է եղել իմ արձագանքը, բայց իրենց արձագանքը բովանդակային չէր, վիրավորանքների տեղատարապ եմ ստանում։ Ամեն դեպքում սա է եղել։ Այնուամենայնիվ արձագանքների բովանդակային մասը նրան էր վերաբերում, որ ասում էին, որ խորհրդարանական երկրում ինչ որ երրորդ կամ չորրորդ ժամկետների մասին խոսելը այդքան էլ ուրեմն տեղին չէ։ Ինչպես կդարձեիք։ Դա կեղծիք է, Հայաստանը խորհրդարանական երկիր չի դարձել։ Խափեփաների մի խումբ հավաքվել սահմանադրություն են գրել 15 թվականին եւ մենք ասել ենք այն ժամանակ, որ սա սուպերվարչապետական համակարգ է, հարված մի բանի համար, որ Սերժ Սարգսյանը մի անգամ էլ ղեկավարությունը ստանձնի եւ չի ստացվել, ոտներին են գցել, ուրիշ մարդ է եկել վերցրել։ Հիմա այդ ուրիշ մարդը վերցել է այդ համակարգը օգտագործել, խորհրդարանական համակարգ չկա։ Երբ որ առաջին մասում ես ձեր հետ խոսում էի մանդատները վերցնելու մասին, եթե խորհրդարանական համակարգ լիներ, ես ամեն օր կգոռայի, որ մանդատները գնացեք վերցրեք։ Չկա խորհրդարանական համակարգ։ Խորհրդարանը ունի 0 դերակատարում, 0։ Եվ այնպիսի քվեարկություններ են փակ գաղտնի դրված, այդ նույն սահմանադրագետներն են Սերժի գրել, որ այդ քվեարկությունների ժամանակ ընդդիմության մանդատ վերցրած падգամավորներին ճնշում են քվեարկել տալի իրանց օգտին։ Փակ, ինչի է փակ։ Ինչի են գրել այդ քվեարկությունները, որ լինի փակ։ Դե բաց թողեին, որ այդ մարդը խայտարակ լինելու վախից գոնե մնար որպես օպոզիցիոն падգամավոր։ Տեսել ենք ԲԴԽ դատավոր են ընտրել, փակ քվեարկությամբ ընդդիմությունը քվեարկել է։ Եվ դա բացահայտվել է ոնց է եղել։ Հիմա ասածս ինչն է, որ Հայաստանը խորհրդարանական երկիր չի։ Ընդ մեկը Անգելա Մերկելի հետ համեմատեմ Նիկոլին, այն մյուսը չգիտեմ, Տոնի Բլերի հետ համեմատեմ։ Գիտեք, անդադար այս երկրում մարդկանց խաբել են տասնյակ տարիներով։ Եվ հիմա էլ որպես օպոզիցիա են ուզում խաբել։ Մենք թույլ չենք տալու, որ մարդկանց խաբեն։ Հայաստանը պարլամենտական համակարգի չի անցել, սա պարլամենտական համակարգ չի։ Պարլամենտը որևէ դերակատարում չունի։
Եվ այս համակարգի մեջ պնդել, որ 3-րդ անգամ գնա 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դա օքեյ է, դա ինչ է, ասենք իրենք չէին ասում Նիկոլ 2, Նիկոլ 3, դա Նիկոլ 2-ություն է, Նիկոլություն է այդ իրանց ասած բաները։ Եվ տոտալ աջակցություն գործող իշխանությանը։ Էսա վիճակը, ինչու պիտի իշխանությունը ինքը չի ասում, որ Ժորժ ջան, սա պարլամենտական համակարգ է, դրա համար ես կարող եմ էլի բան։ Ինքը ամաչում է իր արածից եւ դա հիմնավորում են ուրիշները, ովքեր որ իբր օպոզիցիա են։ Բայց ո՞րն է օգուտը, ինչի պիտի հիմնավորեն Նիկոլ Փաշինյանի քայլերը, պարոն Մարուկյան։ Իրանք պետք է ասեն։ Չգիտեմ որն է օգուտը։ Չգիտեմ։ Պարոն Մարուկյան, ընտրություններից առաջ դուք հյուրընկալվել եք մեր տաղավարում եւ վստահ եք, որ անցնելու եք անցուղեկշումը, բայց դա ընտրության արդյունքները շատերի համար շոկային էին, հանրության մի մեծ հատված հանկարծակի անակնկալի եկավ եւ հանկարծ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հանրության այդ մեծ հատվածը ընտրակաշառքով է գնացել ընտրությունների, բացառապես բոլորը։ Այո։ Չէ, նա երեք հայտարարել է, որ 3 շեմը անցած ուժերը դեռ ԲՀԿ-ի որոշումը չկար։ Բոլորը ընտրակաշառքով են անցել, եթե չբաժանեն ընտրակաշառք, իրենք շեմը չէին։ Այսինքն բոլոր ընդդիմադիր քաղաքացիները ընտրակաշառքով են կատարել իրենց ընտրությունը։ Այս վիրավորանքին ինչպես կարող եք արձագանքել։ Այդ վիրավորանքին պետք է արձագանքեն այն ուժերը, ովքեր որ անցել են խորհրդարան ու իրենց էլեկտորատին ասում են ընտրակաշառք վերցնող։ Հիմա ես իրա փաստարկի իրա դեմ եմ օգտագործում։ Եթե խորհրդարանում անգամ 1 մանդատ ձևավորվել է փողով, այդ խորհրդարանը լեգիտիմ չի։ Այդ խորհրդարանի ընտրած վարչապետը լեգիտիմ չի, այդ խորհրդարանի որոշումները լեգիտիմ չեն։ Փողով ձևավորված խորհրդարանը ինչ ես ուզում պահես, ինչ ես ձևավորում։ Ցերի խորհրդարանը դեռ փողով է ձևավորված։ Պետք է իր փաստարկով իր վրա կրակել, այս է հարցը, որովհետև մտնել այդ թեմայի մեջ որ փողով չի բան, դե իրանք էլ ասում են այդքան մարդ ենք բռնել։ Զանգվածային ընտրակաշառք է բաժանվել։ Հիմա դատավճիռներ չկա, չգիտենք կապացուցվի, չապացուցվի, ոչ իման չգիտենք։ Կա 5 տարի այդ դատերը գնան։ Մարդը հել է որ փաստերի բացակայության պատճառով գործը հայտարարությունն անում, դուք հայտարարությունն օգտագործեք։ Ասում է փողով է ձևավորվել։ Իսկ հարցնում ասում փողով ձևավորված պարլամենտը չար ծառը ոնց կարա բարի պտուղ տա։ Եթե մի բանի հիմքում չարիք հանգած կաշառք, հետեւաբար դա չի կարա բարի պտուղ տա։ Թող այդ ձևով արձագանքեն, բախի չեն արձագանքում անդիմադիրները։ Ես արձագանքել եմ։ Ինչ վերաբերում է ես ասել եմ, որ մենք անցողիկ ենք, որովհետև մենք ունենք ուսումնասիրություններ, մենք 3-ից ավել էինք եւ մտածում էինք, որ դեբատի ժամանակ մենք կանցնենք, այսինքն դեբատի մեր պահվածքը, մեր խոսույթը, բանը բավականին մեր ռեյտինգը փոխեց։ Բայց հիմա որ բացահայտել ենք շուրջ 200 ձայն տարբերություն կա մեր ունեցած արձանագրությունների եւ ԿՀ մուտքագրած տվյալների մեջ։ Ձեր կարգավիճակում ինչ-որ բան փոխեր այդ 200 ձայնը։ Չէ, կարող 200 չի, կարող 2000 է։ Մենք չգիտենք, չենք կարողանում դա բացահայտել, որովհետեւ հանձնաժողովներում անդամներ ունեն խորհրդարանական ուժերը եւ ես կոչ եմ արել իրանք այդ հարցը երբ որ բողոքարկում են, նայն։ Բայց այստեղ ուրիշ բան կա։ Վերջի պահին տեղ ունեցել բևեռացում։ Բևեռացումը տեղի ունեցել նաեւ այն պատճառով, որ մի կուսակցություն դիմել է ԿՀ, որ մյուս կուսակցությանը հանի ընտրապայքարից, որի արդյունքում ավելի ածեցվել բևեռը ընդդիմադիր եւ միշտ այդպես է լինում, մեջտեղի ձայները, մեջտեղի փոքր ուժերի սրբում տանում են։ Եվ դա եղել է նաեւ 21 թվականին։ Հետեւաբար որևէ մեկը չի կարող որևէ պահի կանխատեսել, որ հաստատ որը ոնց կլինի։ Հիմա բոլորն ասում են 3 խոշոր ընդդիմադիր բևեռներ կան, չէ՞։ Ուրա թե խոշոր։ Եթե երրորդը չի կարողանում 4% բարիերի վրա է կանգնել։ Դե տեսնում ենք իշխանությունը։ Դե խոշորը դի 3-ն 15 լինեին օրինակ։ 3-ն էլ լինեին 15, 18, 17, 14, եթե խոշոր են։ Բայց բավականին հիմնովին ագրեսիվ աշխատանք են տարել այդ ուղղությամբ, որ ձեր նշած թվերը չլինեն։ Տարել են, դե ես էլ ինչ եմ ասում եմ, դրա համար որևէ մեկի արած այդ նախնական հայտարարությունը, անալիզը ոչ մի ձևի կյանքի չի կոչվել։ Իսկ ով կպատկերացներ, որ Նիկոլ Փաշինյանը կարա 700,000 ձայն տանի։ Ով է կանխատեսը։ Բայց նաև չկարողացավ ոչ մի ձևով ունենալ սահմանադրական մեծամասնություն, շատերը ասում են դա եւս մեծ ձեռքբերում է։ Դա մեծ ձեռքբերում կլինի, եթե խորհրդանում մանդատները վերցրած օպոզիցիա չլինի։ Եթե մանդատները վերցրած օպոզիցիա եղավ, այդ օպոզիցիայի անդամներին ճնշելու են, քվեարկել են տալու սահմանադրական այդ օրենքներն ընդունելու ժամանակ։ Մենք դա տեսել ենք խորհրդանում, 21 թվականին էլ այդպես եղավ, հետո Իշխան Զաքարյանը կպավ այդ թիմին,
Գեղամնազյանը կպավեն թիմին եւ այդ ձայները հավաքվեց։ Տեսել ենք։ Այսինքն վտանգ եք տեսնում, որ որոշ կուսակցությունների մեջ եւս կգտնեն իշխան Զաքարյաններ եւ Գեղամնազյաններ։ Ացո բանով Ահաբեկը մեն։ Հիմա եթե դու ներսում ես, համակարգի մեջ ես, դա ավելի հեշտ է անել, քան որ եթե չես մտել։ Ընդհանուր առմամբ մանդատների թեման էլ մի կողմ դնելով լավագույն լուծումը որը կլինի ճանաչել անվավեր ընդհանուր ընտրությունների արդյունքները, դրան հետևող ինչ զարգացումներ կարող են։ Եթե օրինակ ընտրությունների արդյունքները հնարավոր լինի ճանաչել անվավեր, մենք կարող ենք մյուս կիրակի օրը բացարձակ այլ տվյալներ ունենալ։ Ինչու եք այդքան վստահ։ Որովհետև միշտ մարդիկ քվեարկության արդյունքում որոշակի համոզմունքների են գալի, որ տեսնում են այդ տարածող նարատիվները այդքան էլ այդպես չէր։ Կոնկրետ պատերազմի վերաբերյալ նարատիվը։ Երեք արդեն այդ թեմայով ես այդ հարցը բարձրացրել եմ։ Մարդիկ տեսնում են իրենց խաբել են։ Իրենց խաբել են։ Իսկ վստահ եք, որ խաբել են, որովհետև Ադրբեջանից արդեն որոշակի դժգոհության նոտաներ են զգացվում։ Ադրբեջանից ոչ մի բան չէ։ Ադրբեջանը ցուցակը դնելու է դեմները գործողությունների, թե ինչ պետք է անեն, իրանք եղելով կանել են։ Չունենալով սահմանադրական մեծամասնություն։ Այո, սահմանադրական մեծամասնություն պետք չի անկլավներ կամ չգիտեմ ինչ էր ճանաչել, որ Հայաստանում անկլավ կա, որը հանցագործություն է ու հետո տալ։ Դա ինչ կա, սահմանադրական մեծամասնություն ինչ կա բանի դրա հետ։ Խելոք հանգիստ անելու են։ Էլի հարցեր կա շատ։ Մեր ԵԱԿ Միսկի խումբը գնացել լուծարել են սահմանադրական մեծամասնությունով են լուծարել։ Այդտենց խնդիր չկա։ Ուռճացված է ձեզ անկեղծ ասեմ, այդ սահմանադրականը գլխավոր դատախազի ընտրությունը։ Գլխավոր դատախազի ընտրությունը 28 թվականին է։ Ինչ օպոզիցիան ուզում է հիմնավորի, որ 28 թվականի գլխավոր դատախազի ընտրելու համար մենք գնում ենք պարլամենտ, լուրջ եք ասում։ Իսկ շանսերը, որ հասարակությունը ոտքի կկանգնի, պայքարի պատրաստ է, ունի այդ ներուժը կամ ցանկությունը, որքան է կգնահատում։ Ես կարծում եմ դրա ժամանակը հիմա բաց է թողնվում։ Ես արդեն ասացի, ես տեսնում եմ, որ դրա ժամանակը բաց է թողնվում։ Այսինքն բացառում եք, որ քաղաքական գործընթացները ամառային ամիսներին երբեք հեղափոխական գործընթացներ չեն լինում։ Ձմեռը ցուրտ է, ամառը շոգ է։ Գարունն է լինում։ Գարունը թե աշնանը։ Գարունը շատ ավելի, աշնանը խոսվում է դրա մասին, բայց ոչ մի բան չի լինում։ Դրա համար այդ գիշերը պետք էր բոլորին կոչ անել դուրս գալ փողոց, որովհետև ժամ 2-ին մարդը իրան հռչակել էր վարչապետ։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ Ես էլ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, օրագրի ժամանակը սպառվեց, կհանդիպենք վաղը։